Պարոն Կարապետյան, ձեր տարեդարձն ենք շնորհավորում եւ զգացիք, որ թեվակողել ենք 4-րդ հանրապետություն, այսօր Փաշինյանը հայտարարել է, որ թեվակողում ենք 4-րդ հանրապետություն, երրորդն էլ կոնֆլիկտներով է եղել, հիմա խաղաղությամբ ենք սկսում այդ հանրապետությունը։ Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետություն նույնպես, դրա համար մենք պետք է չթողենք իրեն։ Այսինքն վտանգներ եք տեսնում այդ համարակալման մեջ։ Իհարկե, դուք չեք տեսնում, եթե մեր հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ, դրանք կասնենք, ես մի անգամ ասել եմ Լոռվան, այնտեղ կանգնելու ենք։ Պարոն Կարապետյան, ասում եք Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեք, այդ պլանի հետ կապված ինչ քննարկումներ են տեղի ունենում, հանդիպումներ ունեցել եք այլ ուժերի հետ։ Այդ պլանների հետ կապված ուժերի հետ հանդիպում պետք չեն։ Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան իրեն հեռացնելու։ Արդյունքներ երբ կտեսնենք։ Իսկ շուտով։ Պարոն Կարապետյան, այդ գաղտնի պլանով դուք կարծեք հեռացրել եք նաև Ալեն Սիմոնյանին, բայց մեկ այլ պլանով փաստորեն հետ է վերադարձել։ Հիմա ինչ պլան է գործել, որ ինքը գնացելու հետ է եկել եւ Ռակերովկան ինչով եք պայմանավորում աղքարտուղարի պաշտոնում նոր թեկնածուի առաջադրման։ Հետ չի եկել, իրեն նշանակել են աղք։ Հիմա եթե որակը իրեն դուր է գալիս, թող աշխատի։ Պարոն Կարապետյան, դուք եւ Սփյուռքի մի շարք գործիչներ պարբերաբար նշել եք ուժեղ Սփյուռքի կարևորության մասին եւ միասնական Հայաստան-Սփյուռք զարգացման մասին։ Վերջերս իշխանական պատգամավորը ասաց, որ ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռքը միֆ է եւ որ Սփյուռքը ուժեղանում է Հայաստանից դատարկվելու հաշվին։ Ինչու է այս մոտեցումը իշխանությունը որդեգրել, այն ուր կտանի եւ արդյոք այս համատեքստում տեսնում եք Սփյուռքի քաղաքացիների իրավունքի որոշակի սահմանափակումը։ Իհարկե, իրենք ամեն ինչ անում են դրսի թելադրանքով, որ մեր Սփյուռքը իր աջակցությունը չունենա Հայաստանի զարգացման մեջ, իր մասնակցությունը չունենա Հայաստանի քաղաքական կյանքում, իրենց թվում է իրենք այդպես հնարավորություն կունենան վայելեն մի քիչ ավելի երկար, բայց սխալվում են։ Պարոն Կարապետյան, Աննա Հակոբյանը նաև ձեր քաղաքական ուժի ազգային ժողովում խմբակցության ղեկավարին էր հրավիրել հանդիպման, որպեսզի քննարկեն կանանց հանդեպ ընտանեկան բռնությունների հարցը։ Այս մասով դուք ինչ կարծիք ունեք, ինչու հրաժարվեցիք։ Կանանց մասով ինձ հարց մի տվեք, ում հրավիրել էր իրեն